Հա, կներեք, ավարտեմ ու ասենք արդիական հարցերի, չէ, ձեզ համար։ Թեկնածուն, խնդրեմ, եկել է կանգնել է տեղամասային կենտրոնում քաղաքացիական պայմանագրի թեկնածուն, ուղղորդումներ է անում, այնտեղ անգամ քաղաքացու նկատմամբ ըստեղ հանցագործության մասին հաղորդում է տրվել, որովհետև երրորդ քվեաթերթիկը վերցրած քաղաքացուն մոտեցել են, վիրավորել են, մյուսներին ուղղորդել են, ու սա մի դրվագ չէ, հա, մի շարք թեկնածուներ իրենց ուժի պարագայում ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում։ Այստեղ էլի դրվագ է, որ մոտենում են քվեաթերթիկին են դիպում, խնդրեմ, բազմաթիվ դրվագներ ունենք, թե ինչպես են գալիս, այսպես մտնում է վստահված անձը քաղաքացիական պայմանագրի, գալիս մտնում են քվեախցիկներ ու մարդկանց նկատմամբ ճնշում են բանեցնում։ Հեսա այդ հարցերին որ տակ ես օրինակ այդ նորինչ հարց տվեցիք, ես հա, այդ անվավերության հետ կապված տենց նախադեպ չի եղել, բայց անմիջապես այդ գիշեր հենց թվերը տեսա, ԿՀ-ին դիմում եմ ներկայացրել առողջություն։ Խնդրել եմ ամբողջ համապետական անվավերները առանձնացնել ու վերահաշվարկ անել, որովհետև իրապես մի քանի անգամ ահռելի անտրամաբանական թիվ է, բայց կարծես թե իրանք կողմ չեն այդ ընթացակարգին, լրացուցիչ կքննվի այդ դիմումս այս պայդրությամբ կարելի ասել մերժել են, հա։ Արդեն հաշվարկների ժամանակ բավական է հարգելներս, տեսեք, հենց հիմա այս պայդրությամբ ինչու ուշացա, որովհետև այս պայդրությամբ ամբողջ Երևանը վերահաշվարկ են անում, ամբողջ Երևանը 12 վարչական շրջանի տեղամասային բոլոր կենտրոնները, հարյուրավոր տեղամասային կենտրոնների արդյունքների մասին է, հիմա բոլոր տեղամասերի արդյունքները վերահաշվարկ են անում, ամեն տեղից արդեն անվավերներից 2, 3, 4 ձայնով հետ ենք վերադարձնում։ Տեսեք, այստեղ երեք հիմա օրինակ նույն ԿՊ-ի ձայները հիմա ցույց կտամ աղյուսակով, մոտ 900 տեղամասի արդյունքներ նախնականի հիման վրա արձանագրություններով համադրել ենք, արդեն ԿՊ-ն ի հեճուկս են, որ ասում է մեր ձայները ավելացվել են, էլի իրանց ոչին հարիր քաղաքական մանիպուլյացիաների են դիմում, բավականին ձայն են կորցրել ու ցույց կտամ հիմա ինչքան է գրված եղել, իրականում ինչքան է եղել։ Այդ իրենց պրակտիկամ, քանի որ 2005 տեղամասային կենտրոնն է, թիվը գեներացում է այդ 2005-ից։ Իրանք ըստ էության պետք է այդ 2005-ի տեղամասերը բացեն, որպեսզի անվավերները վերահաշվարկ անեն, ու նման պրակտիկա չի եղել Հայաստանի Հանրապետությունում, որ անվավերների հաշվարկ իրականացվի, բայց նաև Հայաստանի Հանրապետությունում նման պրակտիկա չի եղել, որ անվավերները այդքան էական թիվ կազմեն։ Եթե մենք չվերահսկենք, ես համոզված եմ, դրա համար մենք փորձում ենք հասկանալ, որտեղ ու անսպասելի մեկ է իմանում ենք, այստեղ բացվեց, ժամը փոխում են եւ այլն, ընտրատարածքայինում հիմա այս պայդրությամբ ինչու մենք բոլորը ակնկալում են օրինակ, հա, ինչպես ասեց գործընկերը, մանդատների թեման, Ժորժ ջան, մանդատների թեմային մինչև հասնելը, այդ մանդատների հիմքում գտնվող թվերը պետք է ճշգրտենք, սենց ահռելի քանակի խախտումներ կա, մենք օրնիբուն չենք քնում այս վերջին օրերը, զբաղված ենք այս ամենը գույքագրելով ու հետևելով հիմա էլի բոլոր քաղաքացիների համար, բոլոր ուժերի համար, ովքեր իրապես ունեն առաջնահերթություն օրինականությունը պահպանելու, պետք է հիմա գնան այս պրոցեսներին վերահսկեն։ Երեկվանից մի շարք տեղամասերում վերահաշվարկներ են իրականանում ու որոշ տեղեր հետո հնդածս ենք իմանում, մարդ ենք ուղարկում, մեր գործընկերները նստած են ու այո, օրինակ այդ այնց դեպք կա այս պայդրությամբ պատրված քվեաթերթիկը վավեր են ճանաչել, ըստ էլի նախասիրության, հա, որ քաղաքական ուժի քվեաթերթիկն է։ Կներեք գործընկերուհին անվավերությանը տեղամաս Չէ, ես օրինակ ես ունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարագայում ես ունեմ օրինակ կոնկրետ տող,
որ ուղակի սխալ մուտք երևում է ակնհայտորեն տեխնիկապես սխալ տող են արել, ընդհանրապես տենց պնդում չեմ անում, բայց տեղամասային կենտրոնում թիվը սխալ գրելը ամենայն հավանականությամբ դիտավորություն է եղել, այսինքն մարդկային ֆակտորն է հաշվի առնենք ու թվերի տեսակից երևում է որոշ դեպքերում ակնհայտ դիտավորություն է, որոշ դեպքերում հնարավոր է նաև տեխնիկական սխալներ, որովհետև այնուամենայնիվ համակարգ չի գործում, մարդիկ են մուտք անում